Բարև ձեզ։ Բարև, Գոր ջան, ներս անցի։ Ինչ եղավ։ Չէ, ես գնամ գործեր ունեմ, լրիվ մտքիցս թռել է։ Ներս արի։ Չէ։ Հարութը զանգեց, ասեց կգա, ներս արի։ Ես կխոսեմ Հարութի հետ, գնացի։ Գործը կսպասի, ներս արի, սուրճ խմենք։ Չէ, մերսի։ Ամեն ինչ կպարզենք, պարոն Վարդանյան։ Ես չգիտեմ իրա բախտնաբեր է, թե իմ բախտնաբեր է, որ դուք իրան ինձանից շուտ եք բռնե, ես եմ մարդասպան չեմ դառը։ Ամեն ինչ պետք է լուծվի օրենքով։ Սեդա ջան, եթե լավ չես զգում, կարանք մի ուրիշ օր շարունակենք։ Չէ, նորմալ է ամեն ինչ, էլ ինչ պիտի ասեք, էլ ինչ կա, որ այսքանից հետո պիտի իմանամ։ Պարոն Վարդանյան, որ խնդրեմ 2 րոպեով ինձ ու Սեդային մենակ թողնեք։ Ես ձեզ խանգարում եմ։ Ոչ իհարկե, ուղղակի ինձ թվում է ձեր ներկայությունից Սեդան լարվում է։ Ես չեմ լարվում Մինասի ներկայությունից, ուղղակի ինձ թվում է այս ամեն ինչը իմ համար չափից շատ է։ Ես երբեք չեմ մտածել, որ այդ օրվա հետ կապված ինչ-որ բաներ կհիշեմ։ Այս կյանքում ոչ մի բան ամպերի հետևում չի մնում։ Սեդա, կասես ինձ ոնց է ստացվել, որ դու Հարութը անապայմ իրար հետ եք եղել։ Պատահական ենք հանդիպել։ Չես խաբում։ Չես խաբում, հա։ Բա ոնց եղավ, որ նույն օրն եք գնացի անապա իրար հետ։ Չէ, Մինաս չեմ խաբում։ Հարութը ինձ տենց ասեց, որ եկել է ընկերոջ մոտ։ Պարզա։ Ես էլ ասելու բան չունեմ, ինձ կներեք։ Սպասի միջև ճանապարհ եմ գամ, իրար հետ խոսալու բան ունենք։ Նորության դեպքում կզանգեմ։ Որ ժամն է լինի, անպայման զանգեք, կարևոր չի։ Ես գիտեի, չէ։ Ես զգում էի, որ բացի մամայի հարցից ուրիշ բան էլ կա։ Դու հասկանում ես, որ դու իմ անունը գետնով տալով ման ես գալի։ Դու հասկանում ես, որ բոլորը մեր մասին են խոսում։ Ինչ ես անում։ Ոնց ես դու կապնվել այդ լակոտի հետ։ Ինչ ես դու անում, Սեդա։ Լավ է հիմա, որ գլուխը պատին տալուց հետո հասկացար, որ ես ճիշտ էի։ Մինաս ասեցի արդեն պատահական ենք հանդիպել։ Չեմ հավատում ես քեզ։ Չեմ հավատում։ Մի էլ համոզի։ Ես քեզանից հիմա ավելի շատ եմ հիասթափվում։ Եթե դու այն ժամանակ ինձ լսած լինեիր, մենք ես քո գործը ավելի շուտ կբացահայտենք։ Իսկ դու ինչ արեցիր, հավատացիր իրան։ Դրա համար հիմա այսօրն ենք ընկե, բոլորս։ Դու ինչ արել ես, քո դեմ ես արել։ Այդ լակոտը քեզ նորից է օգտագործել։ Ոնց ես ապրելու այդ մտքի հետ։ Մինաս հերիք է։
Հասկացանք, մեծ սխալ եմ արել, սխալ եմ եղել։ Հերիք է, եթե քեզ լսեի, տենց չէր լինի։ Բայց հիմա ինչ ես անելու։ Կարա սպանես ինձ, ես էլ կպրծնեմ դու էլ, որովհետև ես ինքս ինձ ատում եմ։ Ես չեմ կարողանում ինձ ներել այդ սխալը անելու համար։ Ես է քեզ չեմ ներելու։ Էլ չեմ ներելու, չեմ հավատում քեզ։ Էլ չեմ ներելու, որտև էլ չեմ կարում, ուժ չկա։ Երևի ես այս աշխարհում ամենասխալ մարդն եմ։ Շատ ճիշտ ես։ Դու ամենասխալ մարդն ես իմ նկատմամբ։ Այնքան որ ես եմ քո համար արել, դու աշխարհի ամենասխալ մարդն ես։ Ես չեմ հարցնում, ես հաստատում եմ, որ այս աշխարհի ամենասխալ մարդն եմ։ Որովհետև եթե ես այս աշխարհի ամենասխալ մարդը չլինեի, հիմա չէի անհանգստանա մեկի համար, ով քո ասելով փչացրել է իմ կյանքը։ Այսինքն դու ես ամեն ինչից հետո իր համար ես անհանգստանում։ Ինձ խնդրում եմ վերջ տուր, ես էլ չեմ կարողանում։ Չէ, հենց ինձ բացատրի, այդ ինչ ես ասում։ Մինաս կլինի ինձ հանգիստ թողնես, ինձ լավ չեմ զգում։ Հասեդա ջան։ Ճիշտ ասած ես բան մոռացա հարցնեմ։ Ասա, Այդ տղայի ձեռքին։ գորին նկատի ունես։ Հա, այդ տղայի ձեռքին դաստակի վրա սպի կա, արտահայտիչ սպի։ Հա, կա, նոր ես հիշել ես դա։ Չէ, ուղղակի ինձ թվում էր, որ սխալ եմ հիշել, դրա համար չէի ուզում ոչ մեկին ասել։ Սխալ ես անում։ Քո հիշած ամեն մի մանր ու քեզ գործի մեջ հնարավոր է մի մեծ բան դառնա։ Այ քեզ բացահայտումների շարք։ Սուզի, տեղս չեմ գտնում։ Ուզում եմ դրան իմ ձեռքը տան, սատկացնեմ, վերջացնեմ։ Դրան նստելը ինձ չի հանգստացնելու։ Բայց սպանելը հարցի լուծում չի, Մինաս։ Թող ինքը օրենքի առաջ պատասխան տա։ Ստեղ հարցը տաքսիստն է։ Թե ինքը ինչքանով է տեղյակ եղել ու թաքուն պահել, կամ օգնել ընկերոջը։ Եթե ինքն էլ է մեղավոր, ինքն էլ պիտի դատվի։ Ես դրան սպանելու եմ։ Ես դրան սպանելու եմ, որ մտել է քրոջս կյանքը։ Քրոջս երկրորդ անգամ համոզել է։ Օգտագործել է։ Ես դրանց երկուսին եմ բանտում սպանել եմ տալու։ Մինաս, ինչ ես խոսում։ Հիմա ջղայնացած ես դրա համար ես տենց ասում։ Դու ինչ ես քո կյանքը դրանց պատճառով փչացնում։ Թող գնան ու օրենքի առաջ պատասխան տան։ Մինաս։ Բա ինչ է լինելու։
Դե հիմա լինելու է այն, որ էլ չես գնալու ու չես կորելու։ Բայց ես դրա համար պատճառ ունեմ։ Ոնց չէ։ Սերը։ Կարծում ես։ Բայց ես քեզ չեմ ասել, որ սիրում եմ քեզ։ Այ այդ պահը չէի ֆիքսել։ Լսի, արի հիմա շուտ ասա, թող ամեն ինչ տեղն ընկնի, լավ։ Չեմ խանգարում քեզ։ Եթե էլի եկել ես մեղադրելու ու սխալս աչքս մտցնելու, ավելի լավ է գնա։ Չէ, հավատա, չեմ եկել վիճեմ կամ քո սխալները քեզ ասեմ։ Դրա համար չեմ եկել։ Բա ինչի ես եկել։ Եկել եմ ասեմ, որ ինչ է լինի կյանքումդ, դու իմ քուրն ես, ես է քո կողքն եմ։ Շատ բաներ հենց հիմա ես ջղայնացնում եմ։ Շատ հարցերում տվածդ բացատրություններին չեմ հավատում։ Բայց ես ուզում եմ իմանաս, որ դու մենակ չես։ Ինչ է լինի, ես քո կողքին եմ։ Երանի այդ օրը ինձ ինչ-որ մի բան լիներ, Երանի հետ չգայի, Երանի մեքենայի տակ ընկնեի, որ այսօր չփչացնեի սենց քո կյանքը, որովհետև ես ամաչում եմ քեզնից։ Դու գժվել ես, ինչ ես խոսում։ Պատկերացնում ես, ես այդ օրը իմանայի վատ լուր, կամ չլսեի քեզանից ոչ մի բան, ես լրիվ կգժվեի։ Ես կմեռնեի ուղղակի։ Ասա, Դու կարող ես այնքան երկար մտածես մեր անելիքի մասին, որ էլ ոչ մի բանի անելու կարիք չլինի։ քանի կար չեմ ու չում էր անում։ Հիմա էլ չես կարող համբերես։ Տեսնես այս աշխարհում գոյություն ունի մի մարդ, որը իմ ցավը կպատկերացնի։ Ալո, Տիկին Նարինե, բարև ձեզ, ո՞նց եք։ բարև Սեդա ջան, լավ եմ դու։ Լավ, շնորհակալ եմ։ Ճիշտն ասած, զանգում եմ Նոնային չի պատասխանում, մտածեցի հնարավոր է ձեր կողքը լինի։ Տանը չի, ասեց, որ ընկերուհիներով մի քանի օր քաղաքից դուրս են գնալու։ Ոնց, այսինքն քաղաքում չի։ Վստահ եք։ Հա, Սեդա ջան, իրերը հավաքեց ու գնաց։ Բայց մենք պիտի հանդիպեինք։ Ես տեղյակ չեմ։ Սյուզի, խնդրում եմ զանգի Էլենին, թող գա մեր տուն։ Ինչ է եղել։ Սյուզի, խնդրում եմ, հասկացի ինձ։ Զանգի, թող գա։ Ինչքան է փախնելու։ Նոնայինն էլ հետն է տանում։ Մի հատ նորմալ կբացատրես, հասկանամ ինչ է եղել։ Երեք Նոնայի հետ եմ խոսել, պայմանավորվել էինք, որ այսօր պիտի հանդիպենք։ Ինքը իր բերանով ասել է, որ իրանք կապ ունեն իմ պատմության հետ։
Զանգի թողել է նգա մեր տուն։ Այսինքն խոստովանել է։ Ես այս անորոշության մեջ էլ չեմ կարողանում։ Հիմա քանի ես թելի կծիկը բացվել է, ես ուզում եմ միջև վերջ բացել։ Ինչքան էլ իմ համար դժվար է, ինչքան էլ բարդ է ու իմ համար ցավոտ է, ուղղակի ես ուրիշ տարբերակ չունեմ, հասկանում ես։ Սեդա եթե պարզվի, որ Էլենը այս պատմության հետ կապ ունի, ես ամոթից գետինը կմտնեմ։ Իսկ ես կհիասթափվեմ մարդկանցից։ Ու կմտածեմ, որ այս աշխարհի վրա երկու ոտքով չար մարդիկ են ապրում։ Ոչ թե մարդիկ, ովքեր ունեն խիղճ։ Ու ես կհասկանամ, որ մենք բոլորս էլ հանդիպել ենք սատանային, որովհետև մեզանից ամեն մեկը դիմացինի համար է սատանա։ Սեդա, ես քեզ հաճախ նեղացրել եմ։ Մեր հարաբերությունները լավ չեն եղել։ Մենք երբեք համակարծիք չենք եղել։ Բայց ես երբեք չի ուզի, որ քո հետ սենց բան պատահեր, անկեղծ եմ ասում։ Դու կապ չունես։ Ես Էլենի մասին եմ խոսում։ Հա, բայց այդ հիմարը իմ քույրն է, չէ՞։ Իմ արունն է, իմ կեսն է։ Ու եթե ինքը մեղավոր է, ուրեմն ես էլ եմ մեղավոր։ Պետք չի մի հուզվի։ Այս աշխարհում ոչ մեկ մյուսի փոխարեն պատասխան չի տալիս։ Ես քեզ խոստանում եմ։ Եթե հանկարծ պարզվի, որ Էլենը այս պատմության հետ կապ ունի, ես իրա վրա խաչ կքաշեմ։ Ես կմոռանամ, որ ինքը իմ քույրն է։ Չեմ ներելու իրան, անկեղծ եմ ասում։ Եթե ինքը քո դեմ է գործել, ուրեմն դուրս է եկել իմ ընտանիքի դեմ, իմ ամուսնու, իմ։ Իսկ դա չի ներվում։ Կզանգես գա, խնդրում եմ, կամ գոնե տեղը ասա ես գնամ։ Ես չգիտեմ ինքը ուր է։ Մի անգամ զանգել, են էլ նվերի ասելով։ Նվերի։ Եթե ուզում ես Էլենի տեղը իմանաս, պիտի նվերին զանգես, որովհետև նվերը հիմա իրանից ավելի տեղեկացված է, քան ես։ Զանգդ ինձ զարմացրեց։ Նվեր մենք պիտի հանդիպենք ու հենց հիմա։ Դու գիտես, ես քո համար միշտ ժամանակ ունեմ։ Հասցե ուղարկի գամ։ Հանգստացել ես հիմա։ Կարող ես խոսել։ Ձեր կարծիքով ես եմ վիճակում, որ կարամ հանգստանամ։ Ես չեմ հավատում, որ այս ամեն ինչը իմ հետ է տեղի ունենում։ Լավ, ոնց կարա այսքան բան իմ շուրջը կատարվի։ Ոնց կարա այս ամեն ինչի հետևում գոռը կանգնած լինի։ Ոնց։ Ինքը իմ ընկերն է եղել, հասկանում եք։ Իմ աղբերն է եղել։ Այս կյանքում ամեն ինչ պատահում է։ Մարդ ավելի շատ հիասթափություններ է ապրում ամենակարևոր մարդկանցից ու ամենակարևոր պահերին։ Նենց որ կյանքին սառը նայի։ Տակ որ նայում ես ավելի դաժան է լինում։ Խոստովանել է։ Ասելա, որ ինքն է արել։ Հարցաքննության ժամանակ ոչինչ չի ասել։ Նույնիսկ Ինչ։
Ավելի լավ անցնենք բուն թեմայի, լավ։ Չէ, ինչի։ Բան էիք ասում, շարունակեք։ Ավելի լավը չիմանաս։ Այդ դեպքում ավելի լավ կլիներ, որ չասեիք, բայց արդեն ասել եք, ու ավելի լավ կլինի, որ ավարտեք։ Հարութ Գոռը 3 ինքնասպանության փորձ է կատարել։ Ինքը շատ վատ վիճակում է։ Իսկ իր վիճակը իր մեղավորության մասին է խոսում։ Ամեն ինչ իր դեմ է։ Ամեն ինչ։ Մենակ չենք կարող հասկանանք քո դեր այս պատմության մեջ։ Դու ես գործում ամենը չբացահայտվածն ես։ Ես որպես մարդ կարող եմ քեզ հասկանալ ու հավատալ, բայց որպես քննիչ չեմ կարող։ Շատ կասկածելի բաներ կան։ Հարութ անկեղծ ասա, դու չգիտեր Գոռի մեղավորության մասին, թե հատուկ ես անում, որ մենք չհասկանանք։ Չիմանալով ես փաթեթը վերցրել հիվանդանոցից, թե հատուկ ես գնացել դրա հետևից։ Երկար խոսելու ժամանակ չունեմ, դրա համար միանգամից կասեմ են ինչի համար եկել եմ։ Ճիշտ է, ես կուզեի հետդ երկար շփվեի, բայց ոնց քեզ հարմար է։ Երևի գիտես, որ Հարութին բռնել են, բայց նախապես զգուշացնում եմ, այդ թեմայով չեմ ուզում խոսենք։ Խնդրում եմ հարցեր չտաս։ Ես չեմ էլ պատրաստվում։ Իրոք։ Հա։ Դու երևի հասկացել ես, ինչ սխալ էր դրան վստահելը։ Դրա համար վերքիդ վրա աղ չեմ լցնում։ Կարևորը, որ աչքերդ բացվեցին, մնացածը ժամանակի հարց է կլուծվի։ Բոլորս էլ սխալներ անում ենք, Սեթ։ Ես էլ շատ սխալ եմ արել քո հանդեպ, ու ամենամեծ սխալը, որ բաժանվեցինք։ Դրա համար հարցեր չեմ տալիս։ Շատ լավ է, որ այսքան ճիշտ ես գնահատում իրավիճակը։ Ինձ Էլենն է պետք։ Սյուզին ասաց, որ քո հետ կապի մեջ է, ու որ քո միջոցով է զանգել։ Հիմա նենց է ստացվել, որ Էլենը հրաժարվում է տուն գալ։ Իսկ ես շատ կարևոր բան ունեմ հետը խոսելու։ Կօգնես ինձ։ Սեթ, ես Էլենի մասին տեղեկություն չունեմ։ Ես իրան չեմ ասել, որ զանգի Սյուզին։ Նվեր, շատ կարևոր է իմ համար։ Խնդրում եմ մի խաբի։ Չէ, ես նույնիսկ կասկած չեմ ունեցել Գոռի վերաբերյալ։ Հիվանդանոց գնացել էի տեսակցության, բայց բուժքույրը չթողեց։ Հետո այդ իրերը տվեց ինձ։ Բայց այս պատմության մեջ մի հատ շատ տարօրինակ բան կա Գոռի հետ կապված։ Ինչ է։ Այն, որ Գոռը մեքենա վարել չգիտի։ Ոնց է ստացվում, որ իր անունով մեքենա եք գտնում։ Այդ անհնար բան չի։ Հա, բայց ինքը իմ 1000 տարվա ընկերն է եղել ու ես գիտեմ, որ ինքը մեքենա վարել չգիտի։ Ընդհանրապես չի կարողանում։ Կարանք չէ դրանից ենթադրենք, որ իր հետ էլի մարդ է եղել։ Ու Սեդան էլ էր ասել այդ մասին, որ ձայներ է լսել, որ զգացել է բացի իրանից էլի ուրիշ մարդ կա տարածքում։ Իսկ ասելա ձեռքի շրամի մասին, որ մեղավորի ձեռքին է տեսել։ Ես հասկանում եմ քեզ, Հարութ։ Փորձում ես երկեր փնտրել։ Ուզում ես լսես, որ գոնե տարածքում է եղել ու մեղավոր չի։ Ընկերդ է, հասկանում եմ քեզ։ Բայց այդ շրամը ձեռքին կա, դու էլ ինձնից լավ գիտես։ Հանգստացի, Հարութ։ Այս գործը մենակ իմ ձեռքի տակով չի, որ անցնում է։ 1000 աչք կա։ Ինքան հիասթափված եմ, որ էլ չգիտեմ ինչ ասեմ։ Լավ, ոնց եղավ։ Ոնց իմացաք, որ Գոռն է, ինչ արեց, ոնց բացահայտեցիք։ Մեքենայի մասին արդեն տեղյակ ենք։ Արդեն ասել են, որ մեքենայի քննությունից հետո պարզվել է, որ Սեդան եղել է մեքենայի մեջ։ Մեքենան գտնելուն պես Գոռին ուշադրության կենտրոնում ենք վերցրել։
Հետո նենց ստացվեց, որ գորը հայտնվեց մեր մոտ ուրիշ գործով։ Արյան մեջ էլ հայտնաբերել ենք այն թմրանյութը, որը որ տվել են Սեդային։ Մեքենայի տարածքից գտան գորին պատկանող իրեր, որը նա ամեն կերպ փորձում էր թաքցնել։ Մեքենայի մեջ մենակ չի եղել, այդ հաստատ։ Մեքենայի մեջ մի քանի մատնահետքեր կային։ Մնացածի մասին տեղյակ չենք, բայց կիմանանք։ Գորի տանից գտել ենք թմրադեղերի փաթեթները։ Ես կսպանեմ դրան։ Կխեղդեմ ուղղակի։ Լավ ոնց կարար գորը մեզ բոլորիս մատների վրա ֆրցնել, ոնց։ Հավատս չի գալիս։ Ընկերաձևացել։ Ցույց է տվել, թե մտածում այն մասին։ Մտահոգված է, բայց արի ու տես որ չէ, օգտագործում է։ Ու իմ միջոցով իմացել է, թե Սեդան ինչ է հիշում, ինչ է պատրաստվում անի։ Քնիչ ես պիտի տեսնեմ գորին։ Լավ հարուտ վերջ, հանգստացի։ Մի բան արեք տեսնեմ։ Խոսք եմ տալիս, մատով չեմ կպնի, ոչ մի բան չեմ ասի։ Կարաք դուք էլ ներկա լինեք։ Ինձ ուղղակի պետք է, որ ես նայեմ դրա աչքերի մեջ։ Արդեն ասել եմ, չես կարող։ Չեմ խափում, Սեդ։ Սյուզին է խափում։ Չէ, Սյուզին էլ չի խափում։ Ամեն ինչ մի քիչ ուրիշ ձև է եղել։ Ուղղակի այդ հարցում իմ բախտը մի քիչ բերել։ Ոնց է եղել։ Ես Էլենի մասին տեղեկություն չեմ ունեցել։ Զանգում էլ չէր պատասխանում, բայց Մինաստ ու Սյուզին վստահ են, որ ես կապի եմ եղել։ Դե, նենց չի, որ տենց մտածելու առիթ չունեն։ Դե հա, հասկանում եմ, բայց ուզում եմ իմանաս, որ իմ ու Էլենի մեջ բան չկա, Սեդա։ Այդ ընդհանրապես ինձ հետաքրքիր չի։ Դու միտքդ շարունակի։ Ոնց է լինում, որ դու տեղյակ չես, բայց քեզ զանգելուց հետո Էլենը զանգում է Սյուզիին։ Հիմա բացատրեմ։ Ինձ Մինասը ասել էր մի բան անեմ։ Չեմ ուզեցել հիասթափեցնել։ Գիտես, առանց այդ էլ մեր հարաբերությունները լարված են։ Նա ինչ պարզ եմ հետդ, պարզ խոսում եմ։ Ասեցի հա, Մինասին կանեմ, որ Էլենը կապի դուրս գա։ Բայց ես Էլենի հետ կապի դուրս չեմ եկել։ Իրա զանգելը պատահական ա եղել, ամեն ինչ համընկնել ա։ Լավ, բա ես հիմա ինչ անեմ, ոնց գտնեմ այդ աղջկան։ Ախր ինքը ինձ պետք է։ Վստահ չեմ, բայց գաղափար ունեմ, որ կարա լինի։ Ուզում ես գնանք։ Միասին։ Հա։ Չէ, ավելի լավ է դու տեղը ասա, ես կգնամ։ Ինչի վախենում ես։ Հարութ հետ անապայր հասել։ Նվեր։ Լավ չեմ խոսում ներդրչում։ Չես դադարում հետաքրքրվես ինձնով ու իմ կյանքով։ Որովհետև չի ստացվում անտարբեր մնալ քո հանդեպ։ Հիմա դու են ասա, գալիս ես գնանք։ Էլ բան չեմ խոսա ուրիշ։ Լավ։ Որովհետև շատ կարևոր է, որ գտնեմ Էլենին։ Կգամ։ Բարև ձեզ Տիկին Ֆլորա ջան։ Էկար Դավիթ ջան, ներսանցի տղա ջան։ Սեդ կարողա կիսվես հետս, փորձեմ մի բանով օգնեմ քեզ։ Չէ, պետք չի։ Արդեն հերիքա որոքնելու ես Էլենին գտնենք։ Մնացածը ես ինքս։
Հարութիցս մի բան ասա։ Սիրտս էլ չի դիմանում։ Չեմ կարողանում հավատալ, որ գորը նման հրեշավոր քայլի ընդունակ էր։ Ու ինքը Հարութից մոտ ընկերն էր։ Գիտեր, որ Հարութից կասկածում են, ու ոչ մի բան չարեց։ Մենք էլ չենք հավատում։ Բայց ես հիմա դրա մասին ընդհանրապես չեմ մտածում։ Համարում եմ, որ տենց ընկեր էլ չունեմ։ Հիմա կարևորը Հարութի հարցն է։ Ինչ քաշում երեխես։ Բայց ես հույսս չեմ կտրում։ Վերևն Աստված կա։ Ինքը գիտի ամեն բան տեսնում է։ Ինչը մեր համար աննկատելի է, իր համար ջրի պես պարզ է։ Իմ երեխեն դուրս կգա, իրան կարդարացնեն։ Մնում է ես դիմանամ, սիրտս դիմանամ։ Պետք է ուժեղ լինես, ցավդ տանեմ։ Գիտես, որ մի առողջություն չունեմ։ Այս մտածմունքներն էլ ավելի են վիճակս վատացնում։ Բայց հույս ունեմ կդիմանամ։ Աստված կպահի։ Հեսա հասնում ենք, բայց վստահ չեմ, որ այստեղն է։ Մտքովս անցա, որ կարա ստեղ լինի։ Ազատ ես, հետո էլի կխոսենք։ Ամեն նոր հանգամանք կամ նոր փաստ ունենալու դեպքում մենք նորից հանդիպելու ենք, նույն հարցերը և նույն թեման։ Լսում եմ, Սետա ջան։ Ես գիտեմ, որ չի կարելի։ Օրենքս էլ շատ լավ գիտեմ, ամեն ինչ գիտեմ։ Ուղղակի իմ համար շատ կարևոր է, որ ես տեսնեմ Հարութին ու խոսեմ հետը, թեկուզ 5 րոպեով, խնդրում եմ։ Կկարողանանք կազմակերպել։ Ինչպես դու ասացիր, օրենքը թույլ չի տալիս։ Հա, հասկանում եմ, ամեն ինչ հասկանում եմ, ուղղակի շատ կարևոր է։ Բնականաբար մինասն էլ տեղյակ չի։ Չէ, ոչ մեկ տեղյակ չի։ Կան բաներ, որ մենակ ես ու Հարութը գիտենք, ու ես պիտի տեսնեմ իրան, ես պիտի հարցեր տամ ու ինքը այդ հարցերին պիտի պատասխանի։ Խնդրում եմ։ Հարութը հենց հիմա իմ դիմաց նստած է։ Հարցակնություն է գնում այս պահին։ Ինչ ես ուզում Հարութին հարցնել, որ տեսակցություն ես ուզում։ Ես գործին ծանոթ եմ։ Կարծում եմ գաղտնի բան չկա, չէ։ Ես կարող եմ այդ հարցերը տալ։